Շարունակում է դատական նիստի ընդմիջումից հետո, պարոն Կիրյանի ծանոթացաք։ Ինձ մեկ հարց ունի շփոթություն դիպորոշումը դրել։ Այս փաստաթղթերը որ կողմը ներկայացնում է, ի հիմնավորումը որ փաստի կա, որ քննադատաշար։ Որ նախորդի մեր միջնորդած փորձակնությունները որևէ փորձագիտական կենտրոն Հայաստանի Հանրապետություն չի իրականացնում։ Նմանատիպ փորձակնություն։ Եվ ըստ այդմ ձեր դիրքորոշումը։ Եվ ըստ այդմ պետք է քննարկվի միջնորդությունը ապացույց պահանջների վերաբերյալ, որը վերաբերում էր քննչական կոմիտեից, թե պետք է դի ավտոմատ հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված փորձակնության եզրակացությունները քննչական կոմիտեից դատական կարգով պահանջելու։ Ինչ կապում են այս փաստաթղթերը քննչական կոմիտեից նյութեր պահանջելու։ Ես մասնավորապես նշեմ, քանի որ հայցի փաստական հիմքերում նշված է եւ նաեւ ապացույցներ ներկայացված են, որ հայցվորների պահպանող հողամասերը ոռոգվում են թե պետք է դիջելով, իսկ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում նախաձեռնված է քրեական վարույթ քրեական ունեցույցի 375-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որը վերաբերում է ջրերը ավտոտերին։ Վարույթը նախաձեռնվել է 27/07/2022 թվականին, մասնավորապես նահատակ կոչանվար տանող 3 թունելի վթարային պլաստմասե խողովակում, իսկ թունելի դաշնամասից դեպի Ձորակ, Հոսած, Դաշնավուն Երանգի ավտոտված ջրի փաստական հանգամանքներով։ Ինչպես նշեցի, սույն գործով հայցվորների հողամասերը նույնպես ոռոգվում են թե պետք է դիջելով եւ այդ հողամասերում, ինչպես գիտեք, հայցի փաստական հիմքերում եւս նշված է եւ առարկայում, որ աջակցվում են պտուղ բանջարեղեններ եւ հետեւաբար վնասվում են եւ մենք դա կապում ենք ավտոտված գետի ջրի հետ։ Հիմա այդ ապացուցման պարտականությունը, քանի որ վնասի հատուցման ստանդարտ գործ է, որով ապացուցման պարտականությունը եւ ապացուցման ենթակա փաստերը վճռաբեկդատարանի կողմից եւ դատական պրակտիկայում արդեն իսկ սահմանված են, հետեւաբար մրցակցության սկզբունքի ապահովման եւ հետեւաբար նաեւ արդար դատականության իրավունքի ապահովման սկզբունքներից ելնելով, որպեսզի կարողանանք իրացնել այդ իրավունքը, անհրաժեշտություն է առաջացել այս ապացույցները պահանջելու քննչական կոմիտեից։ Շնորհակալ եմ հարգելի դատարան, ես նշեմ, որ արդար դատականության համար իմ խորի համոզմամբ անհրաժեշտ է որպեսզի առարկայական քննարկում ծավալվի։ Ես նշեմ, որ դեռևս ուժը չի կորցրել դատարանների նախագահների խորհրդի թիվի 91 որոշումը, որը խոսում է գործի ողջամիտ ժամկետի քննության մասին։ 2021 թվականից ըստ էության քննարկման առարկայում դարձել այս հայցը, եւ ինչ օրս փաստացի, ես նշեմ հետեւյալը։ Կողմը նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը նշեց, որ ավելի վաղ իր կողմից կատարվել են ինչ-որ հարցումներ, որոնք որ ինքը կներկայացնի ի հիմնավորում իր այն միջնորդությամբ, որով ինքը պահանջում է ապացույց։ Ես տեսնում եմ հիմա ներկայիս կողմը, որ ներկայացրել է այս փաստաթղթերը, խոսքը վերաբերում է իրապես 20 մայիս 2025 թվականի տեղի ունեցած դատական նիստից հետո կատարված ինչ-որ հարցումների։ Այսինքն կողմը ավելի վաղ որևէ գործողություններ իրապես չի իրականացրել, եւ հիմա ներկայացրել է որոշակի հարցումներ, դրանց վերաբերյալ ինչ-ինչ պատասխաններ, որոնցով փորձում են հիմնավորել, որ տեսեք այս փաստաթղթերի հույսի ներքո անհրաժեշտ է, որ մենք քննչական կոմիտեից պահանջենք ինչ-որ նյութեր։ Առարկայական ավելի անդրադառնամ։ Նախ եւ առաջ այստեղ օրինակ պատասխաններից մեկում նշում է, որ պետք է անհրաժեշտ է տրամադրել ելակետային տվյալները։ Ելակետային տվյալներ հասկացության բարձրաբանման համար իմ խորին համոզմամբ պետք չի որևէ անձի դիտել։ Ելակետային տվյալները դրանք հիմնականում հանդիսանում են այն տվյալները, որոնք որ հիմք են հանդիսանում փորձակնության իրականացման համար։ Այսինքն դրանք, այսպես ասեմ, այն պարամետրներն են, որոնք որ տրվում են փորձագետին, որի հիման վրա փորձագետը կարողանում է իրականացնել փորձակնություն։ Այսինքն այստեղ այն հանգամանքը, որ կողմը չի կարող տրամադրել ելակետային տվյալներ, փորձագետի խնդիրը չի, որովհետև ասում են մենք կարող ենք իրականացնել փորձակնություն։ Ավելին նաև այս գործով դատարանի կողմից նշանակված որոշման փորձակնությունների ազգային բյուրոն նաև նշել է, որ ինքը կարող է իրականացնել այդ փորձակնությունը, բայց քանի որ այստեղ համալիրի հարց կա, համալիրի դեպքում դատարանի որոշմամբ նաև ներգրավում է համապատասխան փորձագետ, բայց այն ամենը չեմ անդրադառնում դրան, որտեղ կողմը այդ միջնորդից հրաժարվեց։
մեր հայցը հարգելի դատարան որևէ աղերս չունի այն դեպքի հետ, որը որ կողմը կկայակոչում է։ Ես իհարկե որևէ ձև չեմ ընդունում այդ պատահարի տեղանունալու փաստական հանգամանքները, որտեղ դրանք որևէ այլ հարթության մեջ են եւ քննարկման առարկայում լրացուցիչ, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք գիտություն կողմի նշածը, խոսքը վերաբերում է այն դեպքին, որը որ տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, կողմի վկայակոչմամբ 2022 թվականին, այսինքն հայցի ներկայացումից հետո, եւ որևէ աղերս չունի իրականում այն փաստական հանգամանքների հետ, որոնք որ ներկայացվել են այս գործով, ավելին նաեւ կողմը դրա հիման վրա ոչ հայցի հիմք ավելացել, ոչ հայցապահանջարկել փոփոխություն տեղ ունեցել, առարկա չպետք է փոխել, բայց այնուամենայնիվ հիմքերի լրացում թեպուզ փաստական առումով։ Այսինքն այն, որ ինչ որ ժամանակ, ինչ որ օր, ինչ որ տարեթիվ տեղի ունեցել, ասենք թե ինչ որ դեպք, եթե նույնիսկ գիտություն ընդունենք, որ այդպիսի դեպք տեղի ունեցել, ինքը որևէ աղերս չունի այս գործի քննության։ Մենք այստեղ լրիվ այդ հայց ենք ընդդեմ։ Եվ ինչպես նշեցի նաև նախորդ դատական նիստի ընթացքում, հարգելի դատարան, իմ խորին համոզմամբ նմանատիպ միջնորդությունների ներկայացման համար կողմը նախ եւ առաջ պարտավոր էր ապացուցել, որ դատարանի կողմից սահմանված ժամկետում ձեռնամուխ է եղել կոնկրետ ապացույցների ձեռբերմանը, հնարավորություն չի ունեցել եւ դատարանը այդ պարագայում նոր կարող է միջամտել եւ ասել, այո, այս ապացույցը ես կպահանջեմ, որովհետեւ կողմը ինքնուրույն չի կարող դրանք ձեռբերել։ Այդ դա արդար դատականություն է, բայց այս պարագայում մենք ունենք հետեւյալ իրավիճակ։ Սահմանված ժամկետում կողմը որևէ գործողություններ չի իրականացրել, այսինքն դատարանի կողմից սահմանված ժամկետում, հետագայում փորձում է ներկայացնել ինչ-որ փաստաթղթեր, որոնք որ ես չեմ հասկանում ինչ առնչություն ունեն իրապես այս գործի քննության հետ, եւ միջնորդում է, որ ներկայումս մենք պահանջենք ուրեմն այս փաստաթղթերը։ Ընդ որում ես նաեւ նշեմ հետեւյալը. միջնորդությունը, որը կողմը, այսինքն այս միջնորդությունը, որը կողմը ներկայացնում է, այնպես չի, որ ինքը հանկարծ եկի է եկել։ Մեկ այլ քաղաքացիական գործով, որը որ ես մատնանշեցի, որը թողնվել է առանց քննության, նախորդ դատական նիստի ընթացքում մենք նշել ենք, այդ գործով կողմը այդպիսի միջնորդություն ներկայացել է, այսինքն եթե այդպիսի միջնորդության ներկայացման անհրաժեշտություն կա, եւ կողմը գտնում է, որ կա անհրաժեշտություն, կարող է դատարանի կողմից սահմանված ժամկետում, եւ դատարանը սահմանել է այդ ժամկետը ապացույց ներկայացնելու համար, ի սկզբանե ներկայացնել այդ միջնորդությունը։ Որևէ գործողություններ չեն կատարել եւ իրապես ես գտնում եմ, որ կողմի այս քայլերը ուղղակի միտված են դատական գործընթացը ձգձգելու։ Շնորհակալ եմ։ Գտնում եմ ըստ այդմ հարգելի դատարան, որ միջնորդությունը ներկայացված անհիմն է ընդհանրական ներշնչում։ Շնորհակալ եմ։ Արձագանքել կապված գործի ողջամիտ ժամկետների քննության հետ պետք է նշել, որ առաջ սա երկրորդ քննությունն է, առաջին անգամ գործի վարույթը կարճվել է, հետագայում բողոքարկվել է վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է եւ եկամել է ուղարկվել է նոր քննության, դա կապված ողջամիտ ժամկետների հետ։ Ինչ վերաբերում է սահմանված ժամկետում, այսինքն դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի համար սահմանված ժամկետում միջնորդությունը չներկայացնելու հետ, ես նախորդ դատական նիստի ժամանակ էլ նշեցի, այս դատական նիստի ժամանակ էլ կտեսնեմ, որ մենք չէինք կարող կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ փորձաքննություններ չեն իրականացվում, նամանավանդ, երբ մենք փորձագիտական կենտրոնների հետ բանավոր քննարկումներ ունեցել ենք եւ մեզ նույնիսկ ֆինանսական ծախսերն էին նշել եւ եթե քիչ առաջ ներկայացված ինգրություններում կարող եք ուշադրություն դարձնել, որ այնտեղ նշված է, որ փորձագետի հետ է նախորդիվ կատարված հարցման հետ կապված փորձագետի հետ է բանավոր բարձրաբանումներ կատարվել, սակայն գրավոր պատասխաններ չեն ուղարկվել, հաշվի առնելով, որ տեղեկատվությունը արդեն բանավոր ստացվել է, կարծում եմ հարցումների ուղարկման եւ պատասխանների հետ կապված ժամանակագրությունը որևէ իրական նշանակություն չունի, քանի որ նշում են ինչպես հիմա, այնպես էլ առաջ նմանատիպ փորձաքննություններ չեն իրականացվում։ Ինչպես վկայակոչեցիք նաև մեկ այլ դատական գործ, խոսքը ԼՏ2-19-19-02-21 գործի մասին է, որով դատարանը ապացույց պահանջել է միջնորդությամբ նշված Թեպետ գետի ջուրը աղտոտելու վերաբերյալ տվյալ քրեական գործով նույն փորձագիտական եզրակացությունները, որոնք ներկայացվել են նաև դատարանի այս կազմին եւ ի պատասխան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի 0805-2024 թվականի գրությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պարոն Զաքարյանին հայտնել են, որ նշանակվել է այդպիսի փորձաքննություններ, սակայն այն հնարավոր չէ տրամադրել, քանի որ չի ստացվել։ Սույն գործով ապացուցում պարտականությունը բաշխվել է
2024 թվականի հունիս ամսին, այսինքն մեկ ամսվա կտրվածքով վստահաբար եւ բոլորս գիտենք նաեւ փորձագիտական մարմինների փորձակնությունների հետ կապված ժամկետների ձգձգումները իմաստազուրկ կլիներ ներկայացնել նաեւ դատավարական ժամկետներ եւ ռեսուրսներ եւ հնարավորության սկզբունքից ելնելով եւ հետագայում երբ որ փորձագիտական կենտրոնը ուսումնի գործի շրջանակներում նշեց, որ համալիր փորձակնություն չի իրականացնում, այլ միայն կարող է իրականացնել դատա-ապրանքագիտականը, որը մենք գտնում ենք, որ մեր կարծիքով էական նշանակություն չունի, քանի որ գործի ապացուցման ենթակա փաստերը կարող են հաստատվել միայն համալիր փորձակնությամբ, որտեղ փորձագետները կտան պատճառը հետևանքային կապել, իսկ առանձին փորձակնությունների ժամանակ դա հնարավոր չէ։ Եվ դրանով իսկ հիմնավորվում է, որ կողմը, հայցվոր կողմը իրենից կախված բոլոր միջոցները ձեռնարկել է մրցակցության սկզբունքի ապահովման տեսակետից ապացույցները հավաքագրելու ուղղությամբ, սակայն որոշակի խնդիրների պատճառով, որը կապված չէ կողմերի հետ, չի ստացվել։ Եվ ուսումնի գործի համար այն կրկնեմ, որ էական նշանակություն ունի եւ բացի դա մենք այլ որևէ տեսակի ապացույց չենք կարող ներկայացնել, որովհետև չենք կարող, քանի որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձինք կարող են այդ հարցերի պատասխանները նշել, իսկ Հայաստանի Հանրապետությունում նման գիտելիքներ ունեցող փորձագետներ առկա չեն։ Լավ, խնդրեմ նաև արձագանքեք այն մասին, որ այցի փաստական հիմքերում այդ դեպքը նշված չի, սա 21 թվականի գործ է, որով մենք քննում ենք 2021 թվականին ներկայացվել այցը, հետո դեպքը, որ նկարագրում եք, տեղի ունեցել 2022 թվականին, որպեսզի հասկանանք, որքանով է այցի փաստական հիմքերի մեջ եւ ըստ այդմ նաև միջնորդության ուսման հետ կապված քննարկենք, խնդրեմ։ Հարելի դատարան, քանի որ մենք նշել ենք նաև, որ վնասը շարունակական է։ Ինչպես նաև ուսումնի գործի շրջանակներում մյուս կողմը միջնորդել է կիրառելու հայցային վարմություն, որը դատարանի որոշմամբ նաև մերժվել է եւ մեր հակափաստարկները հենց դրանում են եղել, որ վնասը շարունակական է։ Հետևաբար նույնիսկ երեկվա առաջի օրվա 21 թվականի բոլոր դեպքերը էական նշանակություն ունեն, քանի որ վնասը շարունակական է։ Արձագանքում եք։ Այո, շնորհակալ եմ, մի քանի նկատով։ Ասած չի ուզում բարձրացնել այդ հարցը, բայց այն ամենայնիվ ստիպված եմ, քանի որ անդրադարձ կատարեցի Գոլշանի ժամկետերի քննությանը։ ՏՆԽ-ի 98 որոշումը ինքը ասում է, որ կողմի վարքագիծը չպետք է որևէ ձևով ազդեցություն ունենա նրա գործի քննության վրա։ Ընդհանուր առմամբ նաև մի քանի պարամետրներ ըստերության ներկայացնելով ծանրաբեռնվածություն եւ այլն։ Բազմիցս կներեք, բայց դատական նիստերը հետաձգվել են ձեր միջնորդությունների հիման վրա։ Այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գործի բեկանումը տեղ ունեցել եւ եկել է նոր քննություն, նոր քննությունից հետո նորից նշեմ, հենց ձեր միջնորդությունների հիման վրա այս դատական նիստերը հետաձգվել եւ դատարանը բազմիցս հնարավորություն ունի ձեզ ընձեռել, որ դուք հնարավորություն ունենաք լիովին եւ ամբողջական ներկայացնել այն փաթեթը, որը որ դուք տվյալ դեպքում դիտարկում եք, որ անհրաժեշտ է ներկայացնել, որը ըստ իմ փորին համոզմամբ չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է տվյալ դեպքում մի հանգամանքին, այն նշում եք դուք, որ ձեր խոսքի մեջ, որ տվյալ դեպքում տեսեք, այնտեղ մենք պահանջել ենք դատական կարգով այդ եզրակացությունը եւ նշել են, որ դեռևս այդ եզրակացությունը առկա չէ։ Ինքնին դրանով դուք փաստում եք, որ այնուամենայնիվ, որովհետեւ դուք պահանջել եք այն եզրակացությունները, որոնք որ ըստ ձեր խորին համոզմամբ նաև դուք միջնորդել եք այս գործով, այսինքն այդպիսի փորձակնություն իրականացվում է։ Եվ կա վայր, որտեղ այդ փորձակնությունը իրականացվում է, այսինքն կա այդպիսի հիմնարկ, կենտրոն, որը կարող է իրականացնել այդպիսի փորձակնություն եւ ձեր կողմից դեպուս մատնանշած այդ պատասխանը, որ ասում ենք չենք տրամադրում, որտեղ դեռևս այդ եզրակացությունները չկան, ինքնին նա հաստատվում է անուղղակիորեն, որ այդպիսի նմանատիպ փորձակնություններ իրականացում են։ Հիմա անդրադառնալով ձեր հարցմանը։ Այո, որ դուք դիմում եք շրջակա միջավայրի նախարարությանը եւ ասում եք փորձակնություն իրականացում է թե ոչ։ Իրապես դուք դիտարկում եք, որ շրջակա միջավայրի նախարարությունը այն սուբյեկտն է, ով որ կարող է պատասխանել այն հարցադրմանը, փորձակնություն նմանատիպ իրականացում է թե ոչ, հողագիտական բնագավառի կամ գյուղատնտեսական կամ ապրանքագիտական մասով, իմ խորին համոզմամբ ոչ արվել դատարան։ Այստեղ պետք է հասկանալ օրինակ, որ փորձակնությունն է, որի համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա, դիմը թեկուզ լիցենզավորող կազմակերպությանը, հայտնա թե այն կազմակերպությունների ցանկը տրամադրվել է այդպիսի լիցենզիա նմանատիպ փորձակնության իրականացման եւ ըստ այդմ օրինակ դատարանը ներկայացնել ապացույցներ հնարավոր, որ օրինակ այդպիսի փորձակնություն Հայաստանի Հանրապետություն տարածքում իրականացում է թե ոչ։
Ընդ որում ես նաև նշեմ, որ գնահատման և փորձաքննության մասնավոր հիմնարկ ԵՍՊ-ը նշել է ելակետային տվյալն է ինձ անհրաժեշտ, որ ես դա իրականացնեմ։ Մյուսը փորձագիտական կենտրոնն է, որը ասում է ներկայումս նմանատիպ իրավիճակ չենք իրականացնում։ Ավելին նաև ես նշեմ կողմի խոսքի մեջ որոշակի շեղում կատարեց այն ապացույցին, որը որ կա գործում փորձաքննությունների ազգային բյուրոն ասել է, որ ոչ թե իրենք չեն իրականացնում համալիր փորձաքննություն, այդպիսի տվյալ չկա, իրենք իրականացնում են որտեղ համալիր փորձաքննություն, այլ նշել է, որ այդ համալիր փորձաքննության իրականացման համար ըստ էության դատարանի որոշում է պետք, որով դատարանը պետք է ներգրավի մասնագետը, խոսքը վերաբերում է դրան, այլ ոչ թե որ իրենք ինքնին համալիր փորձաքննություն չեն իրականացնում։ Հաջորդիվ ես նշեմ հարգելի դատարան, որ կողմի այնուամենայնիվ այդ փաստարկը, որ գիտեք ինչ տևական կամ շարունակական կամ բնույթ է կրում, նախավորեշտ այդպես չէ, եւ բաց այդ ամենակարևորը այդպիսի փաստական հանգամանք նորից է գտնում, չի ներկայացվել, հայցի մեջ մենք չունենք այդպիսի փաստ, որ կողմը կողմ կատարի առայն, որ օրինակ ենթադրյալ վնասը պատճառել է այն դեպքի պատճառով, որը որ եղել է 2022 թվականին, որովհետեւ մենք այդ առումով մեր քննարկման համակարգ դասենք ավելին նաև, որսի դատարան այդ մասով բեր բաշխը ապացման հետագա շրջանակ որոշի եւ կողմերի վրա դնի ապացման պարտականություն։ Առանցքային ապացման բերը, որը կրում է տվյալ դեպքում հայցվող կողմը, հետեւյալն է ապացուցելու պատասխանատվի ոչ իրավաչափ գործողությունը, որը չկա, գոյություն չունի, որտեղ պատասխանատվը որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել։ Ընդհանուր առմամբ այսքանը հարգելի դատարան եւ ուղղակի հակիրճ մի բան է ուղղակի հավելեմ, որ այնուամենայնիվ որևէ ձևով չհիմնավորվեց կողմի մոտ այն ուրեմն փաստարկը, որ տվյալ դեպքում վերջինս զրկված է եղել դատարանի կողմից սահմանված ժամկետում այս կամ այն ապացույցը ձեռք բերելուց կամ ներկայացնելու հնարավորությունից։ Շնորհակալ եմ։ Կողմերը հավաքեցին իրենց որոշումները։ Այո։ Մի դիտարկում միայն կապված ողջամիջ անկետների հետ կարող եք ուսումնասիրել դատական նիստերի հետաձգումները, այդ թվում նաև ապացման ենթակա փաստերի վերջնաժամկետների երկարաձգելու վերաբերյալ է միջնորդություններ ներկայացվել, քանի որ ինքներս ենք փորձել այդ ժամանակամիջոցում գտնել համապատասխան մասնագետներ կամ փորձագետներ, որի հետ կապված կարող ենք ապացուցման պարտականությունը կատարել, սակայն նախորդ դատական նիստի ժամանակ էր նշել, որ այդպիսի մասնագետ նույնիսկ հնարավոր չի եղել գտնել, որը դատարանում հանդես կգա։ Եվ նաև կապված դեպքի հետ մենք հայցի փաստական հիմքերում չենք նշել աղտոտման որևէ դեպք կամ ժամանակագրություն, մենք ընդհանրապես նշել ենք, որ նահատակ Քոչանվարից թափվող հանքանյութը եւ նաեւ չեխական կազմակերպության կողմից մի քանի տարի իրար հետևից կատարված փորձագիտական եզրակացություններով, որոնք կցված են քաղաքացիական գործին, հողում, ջրում եւ նույնիսկ մարդկանց օրգանիզմներում հայտնաբերվել են ծանր կոնցենտրացիաներ, որոնք թույլատրելի շեմը գերազանցել են մի քանի անգամ։ Ես ուղղակի հավելեմ։ Նախ որոշեցի մեջ որևէ տեղ նշված չէ, որ նահատակ Քոչանվարից ինչ-որ հանքանյութ հաթափում եւ այդպիսի փաստական հանգամանք գոյություն չունի, այն ինչ կողմը նշում է։ Ավելին նաև իր կողմից ներկայացված միջնորդության եւ ներկայացված պահանջների մեջ վերջինս նշում է, որ կա ուղղակի, այսպես նշում է կատարում, որ կա 3 հանք։ 3 հանքի մասին է խոսքը գնում։ 3 Քոչանվար կան։ 3 Քոչանվար, 3, այսպես ասեմ, հանք, որոնք ունեն Քոչանվար 3 այդպես, որը առնչություն ունի։ Ես նախապես նշեմ։ Եվ նշում է կատարում, որ իբր այդ Քոչանվարների պատճառով վնաս է պատճառել իր վստահողներին։ Որևէ կապ իրականում տվյալ դեպքում պատասխանողի հետ այդ հայտարարությունը, այսպես ասեմ, որը տեղ է գտել նաև փաստաթղթերում, որը կողմը ներկայացել է, մենք չենք տեսնում։ Այսինքն չկա չի։ Ես Քոչանվարները ընկերությանը չեմ պատկանում։ Ես չեմ կարող ասել ճիշտ ասած, քանի որ 3 է նշում։ Արդյոք այն ընկերությանը պատկանող Քոչանվարը, որը կա, այսպես ասեմ, ընկնում է այդ ցանկի մեջ։ Ես նշեմ, որ ուրեմն նահատակ Քոչանվարը ինքը դեռևս 60-ական 70-ական թվականների Քոչանվար է, որը գոյություն ունեցել դեռևս սովետական միության ժամանակ, ընդ որում նաև բոլոր դրական եզրակացությունները, որոնք նաև ներկայացվել են հետագայում դատարան ներկայացված են եւ որևէ հանքանյութ այնտեղից դուրս չի գալիս, ինչպես կողմը նշում է։ Քոչանվարը հանքանյութի հետ որևէ կապ չունի։ Շնորհակալ։
Եթե կողմերը հավաքվեցին, Հայտարարում եք դիտարկում նաև կապված շրջակա միջավայրի նախարարության ուղղված հարցման հետ կապված արդյոք նմանատիպ տեղեկատվություն ունեն, արդյոք նմանատիպ փորձագիտական կենտրոններ առկա են կամ մասնագետներ։ Պետք է նշեմ, որ շրջակա միջավայրի նախարարությանը կից գործում է ՊՈԱԿ, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում պարբերաբար մոնիթորինգներ են իրականացնում եւ պետք է շարունակ իրականացնել հողից բուսական աշխարհից, որը սահմանված է օրենքով։ Հետևաբար շրջակա միջավայրի նախարարության այդ նպատակից փորձականության մասին չէ խոսքը։ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձականության մասին։ Այլ մեկ այլ լիազորության, որ շրջակա միջավայրի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մոնիթորինգներ է իրականացնում։ Որ լիազորություն կարող եք ասել։ Շրջակա միջավայրի պահպանության ուղղված գործառույթների շրջանակներում։ Ես կարող եմ դիմադրել եւ ձեզ ասել կոնկրետ որ կետով է սահմանված։ Դա կողմերի դիտողությունները դատարանին հասկանալի են, դատարանը հետևյալ մոտեցում ունի բարձրացված հարցերի վերաբերյալ։ Նա փորձաքննությունը, որ փորձագիտական կենտրոնը հայտարարեց, օրինակ լրացուցիչ մասնագետ անհրաժեշտ, հա, այդ մասնագետի հարցը լուծելու համար ենթադրվում էր նոր որոշում դատարանի եւ ենթադրվում էր հաստատի նոր փորձաքննություն նշանակելու մասին որոշ, որպեսզի այդ մասնագետը ներգրավի։ Եվ այս հանգամանքով պայմանավորված հաշվի առնելով, որ տվյալ բանին գոնե համալիր ամբողջական փորձաքննությունը հնարավոր չէ իրականացնել, եթե պետք է քննարկվեր նոր մասնագետի հարցը, դատարանը վերսկսեց գործի քննությունը, գործի վարույթը, որպեսզի հասկանա կողմերի դիրքորոշումները եւ բազի ինչ դատավարական գործիքներով է հնարավոր այդ հարցը լուծել, եւ դրանից հետո ենթադրվում էր նոր մասնագետի ներգրավում կամ եթե փորձաքննությունը այդ փուլում տվյալ մասնագետի բացակայության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպվել, ողջամտորեն ենթադրվում են նաև այլ դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, հաշվի առնելով, որ ի սկզբանե, երբ որ նշանակվել է փորձաքննությունը, ենթադրվող ակնկալվող արդյունքն այն է, որ փորձաքննությունը կիրականացվի։ Եվ սրանից հետո արդեն նոր փորձաքննություն կամ նոր փորձագետ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, թե այլ միջնորդություններ ներկայացնել ապացույցներ ձեռք բերելու, այս հարցը դատարան դիտարկում է կողմի տնօրինչական լիազորությունների եւ իրականացնելով իր տնօրինչական լիազորությունները, այս կողմերը ըստ էության նշեցին, այս կողմերի ներկայացուցիչը նշեց, որ չեն ցանկանում փորձաքննություն նշանակել, հրաժարվում են փորձաքննության միջնորդությունից եւ այլ որոշակի միջնորդություններ ներկայացրեցին տվյալ հանգամանքները պարզելու համար։ Այս տեսանկյունից դատարանը գտնում է, որ նոր ապացույցներ այսպես ներկայացնելու անհրաժեշտությունը վերջնականապես ձևավորված այն հանգամանքից հետո, երբ որ փորձաքննությունը տվյալ մասնագետի բացակայության պատճառով այդ հաստատության կողմից հայտարարվեց, որ առանց տվյալ մասնագետի հնարավոր չէ իրականացնել, եւ նաեւ դատարանը հաշվի առնում, որ փորձաքննությունը համալիր էր եւ այդ հանգամանքով պայմանավորված մի հարցի պատասխանից հացանցվելու էր մյուս հարցի պատասխանը եւ կախված մի հարցի պատասխանից կամ մի հարցի պատասխանը որպես ելակետային տվյալ էր ծառայելու մյուս հարցի պատասխանի համար։ Այս հանգամանքով պայմանավորված դատարանը գտնում է, որ միջնորդությունները պետք է բավարարել, հաշվի առնելով, որ միջնորդությունները մերժել դատարանի գնահատման անհամաչափ են սահմանափակի հայ կողմերի արտադատականության իրավունքը եւ այն տրամաբանությամբ, որ փորձաքննությունը չիրականացվելու իրադրությունը, այսպես ասած, հայտնի է դարձել ապացուցման պարտականություն պաշտպանելու մասին ոչ թե սահմանված ժամկետից հետո։ Ինչ վերաբերում է վերաբերելիությանը, փորձագետի եզրակացությունը, որը ակնկալվում է ստանալ որքանով ելի վերաբերելի, բարձրացված հարցերը իհարկե հասկանալի են, մի կողմից հայցադիմում կա, այսպես ասած, հանգամանքի վկայակոչում, որ հանքի գործունեությունը ինքը վնաս է պատճառում այս կողմերին, եւ մյուս կողմից էլ իհարկե ձեր բարձրացած հարցը ևս ենթադրում է որոշակի ինչպես վերահսկողություն եւ պատասխան, բայց դատարանը գտնում է, որ այդ հարցերին պետք է անդառնա հետագայում ապացույցների գնահատման փուլում, այդ թվում նաեւ եզրափակիչ դատական ակտով, թե որքանով են այդ ապացույցները վերաբերելի եւ որքանով են հաստատում այն փաստերը, որոնք որոշված են հայցադիմումի հայցի հիմքում։ Այս հանգամանքով պայմանավորված դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել, քննչական կոմիտեից համապատասխան ապացույց կպահանջվի եւ դատարանը նաեւ հաշվի առնում է ֆակտ, որ ապացույցի գոյության մասին ըստեյության չկա որևէ ապացույց, որ հայցողները տեղյակ են եղել ավելի շուտ քան 14/5/2025 թվականի դրությունն է, որտեղ նշվում է
ապացույցը ձեռք է բերվել, հա, դրանից առաջ ձեր վկայակոչած գործում նշված էր, որ դատարանը որոշումը պահանջել է ապացույցը, սակայն հնարավոր չի եղել կատարել արձանագրելով, որ տեղից եզրակացությունը չի ստացվել։ Այս հանգամանքը ևս հաշվի առնում դատարանը կպահանջի համապատասխան ապացույցը եւ վկաների մասով պնդում եք միջնորդությունը։ Այո։ Շատ լավ։ Որքանով է վկայություն ստուգով, որքանով է հնարավոր հիմնավորված համարել, ստացված համարել այն փաստերը, որ տրված են հայցի նյութում, սրանք դատարանը հետո կառնա, այդքան դատարանը բացապես գտնում է, որ պետք է չզրկել ապացույցների հավաքագրման հնարավորությունից, հետո դրանք ամբողջապես ողջին փաստարկների համատեքստում գնահատելու այսպես նկատառում։ Մեկ դատարանը ճիշտ ասած չեմ կարծի, այսինքն դատարանը նաև վկաների միջնորդությունն է քննարկման առարկայությունից։ Եվ նույն տրամաբանությամբ, քանի որ նշվում է, որ վնասի փաստի համար այդ վկաները ներգրավում, որքանով իրենք կարող են դատաստել այլ հարցեր։ Ես նշեմ հետևյալը։ Ունենք մի հատ իրավիճակ։ Միջնորդությունը ներկայացվել նշանակալա գործով փորձաքննության։ Փորձագիտությունը ազգային պողակը պատասխան է տվել, ասել է, գիտեք ինչ, համարվում մենք կարող ենք իրականացնել, բայց ներգրավումը պետք է լինի դատարանի որոշումով։ Եթե կողմն ուներ ներգրավման միջնորդություն, պետք է ներգրավեր, որպես այդ ապացույցը ձեռք բերեր։ Հիմա կողմը ինքը ասում է, չէ, չեմ ուզում այդ ապացույցը, հրաժարվել այդ միջնորդությունից, բայց գիտեք ինչ, եկեք այս ապացույցը պահանջենք, մի հատ վկա կանչենք։ Զրկված է կողմը մինչ այդ վկա հրավիրելու միջնորդությունից սարքելի դատարան։ Այսինքն օրինակ այն հանգամանքը, որ եթե պատկերացնենք մի իրավիճակ, երբ օրինակ ես ներկայացնում դատարանին ապացույց կամ օրինակ միջնորդություն ապացույց ձեռք բերելու վերաբերյալ, հետագայում ինքս իմ սուբյեկտիվ ցանկությամբ իմ տնօրինչական լիազորությունը ինչպես դատարանը նշեց, օգտվելով հրաժարվում եմ այդ միջնորդությունից եւ ասեմ, գիտեք ինչ, թող դա հիմք լինի, որ հիմա այս նոր ապացույցներ ձեռք բերեմ եւ ներկայացնեմ դատարանին կամ դատական կարգով պահանջեմ նոր ապացույցներ, անկախ նրանից, որ ժամկետը լրացել է։ Հարգելի դատարան, ես նշեմ, որ իմ համար մի քիչ այդ մոտեցումը ընդունելի չի եւ ինքը իմ ընկալմամբ չի տեղավորվում նաեւ քաղաքացիական դատավարության անձուկի տրամաբանության մեջ։ Դատարանը այնուամենայնիվ որոշումը կայացրել է, ես ուղղակի նաեւ արձագանքելու համար իմ առարկությունը որպեսզի նաեւ արձանագրեմ։ Շնորհակալ։ Դրա իրավունքն է, ձեր առարկությունը արձանագրվեց, վկաներ ներգրավելու մասին միջնորդությունը ևս բավարարվում է, ես նաեւ արձանագրեմ, որ եթե իհարկե հետագայում կախված եզրափակիչ դատական ակտի արդյունքից թե ինչպես կլինի գործի ելքը, կողմերի յուրաքանչյուրը պաշտ չի լինելու դատարանի գործողությունը հետազոտված բողոքարկման եղանակով, այն դատական ակտերը, որոնք ենթարկված չեն բողոքարկման, հետազոտված բողոքարկման եղանակով բողոքարկելու հնարավորությունից ձեր առատությունը արձանագրվեց, ձեր իրավունքները հետագայում կարող եք իրականացնել։ Այո, դա հնարավոր է իրականացնել, ընդ որում ես նաև նշեմ, որ հենց մի հատ գործով, որը որ մեր կողմից ժամանակին ներկայացվեց եւ Ջրաբեկ դատարանը այդ առումով նախադեպային որոշում կայացրեց, ըստ որի դատական ակտը հնարավոր է բողոքարկել նաև պատճառաբանական մասով, անկախ այսինքն հետազոտված բողոքարկումից, հարցը դրանում չէ, այստեղ ուղղակի իմ մոտ մի քիչ նաև որոշակի հարցեր են ծագում, որովհետեւ ստացվում է հետեւյալ իրավիճակը։ Կողմը առանց թեկուզ բացահայտելու, թե օրինակ այս կամ այն անձը ինչպիսի ցուցմունք պետք է տա, իր ցուցմունքը որ փաստական հանգամանքին է ուղղված, ուղղակի նշելով, որ այս անձանց ուղղակի կանչեք որպես վկայի բացակայել, դատարանը բավարարում է այդ միջնորդությունը։ Հետաքրքիր որ երբևէ ես չեմ տեսել ձայնագրված է, կարող եք վերցնել եւ լսել ձայնագրությունը։ Նախորդով դատարանը այդ հարցերը տվեց եւ այդ հարցերի վերաբերյալ եղավ դիրքորոշում, թե որ փաստերի շուրջ է ցանկանում հարցեր։ Դիրքորոշում միգուցե եղել է հարկերի դատարանի հարցը դա չէ, ինչքանով դա եղել հիմնավորված է պատճառաբանված, այլ դա դա եմ ուզում ասեմ, այսինքն օրինակ այդ անձին ինչպիսի ցուցմունքներ պետք է տան, որ փաստական հանգամանքի ուղղված, արդյոք օրինակ այդ ցուցմունքներով կարող է հաստատվել այս կամ այն փաստական հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը ինքնին։ Ես ուղղակի գտնում եմ, որ իրապես այս գործողությունները ուղղակի ձգձգում են դատական գործընթացը եւ իրանք իրապես դատարանի կողմից հաստատված եւ սահմանված ապացուցման հետապաստերի շրջանակի որևէ կապ չունեն եւ կապ չունեն նաեւ ներկայացված հայցի հետ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ մեկ դիտարկում անեմ, որ մենք ոչ թե մեկ այլ գործին չմասնակցող վկա ենք ներգրավել գործով, այլ ընդհանրապես նաև հաշվի առնել, որ եթե նորից այս նույն բանավեճին է վերաբերվում, դատարանն արդեն որոշում կայացրեց, հա։ Այնուամենայնիվ կուզենայի ընդգծել, որ գործին մասնակցող անձն է վկայի կարգավիճակով ցուցմունք տալու, ով պնդում է, որ իր հողամասերը եւ պտուղ բանջարեղենները պարբերաբար չորանում են եւ այդ մասով խնդիր կա նաեւ հայցի առարկայի հետ կապված։ Եթե մենք կարողանանք գտնել մեկ այլ անձի կամ մեկ այլ մասնագետի, այսինքն գործին չմասնակցող
միջոցով մենք սահմանված ժամկետում կմիջնորդեինք որպես վկա հարցաքննելու, թեև փորձագիտական կենտրոնի կողմից նման արձագանքը մեր համար կանխատեսելի չի եղել։ Չեմ կարող ուղղակի չարձագանքել հարվիրատան ներողություն խնդրում 1000 անգամ, եթե թույլ ուղղակի տաք։ Մենք 10 րոպե ունենք դատական նիստի ժամանակացույցով, եթե կողմերը ուզում են ինչ-որ դիրքորոշումներ հայտնել, դատան չի սահմանում։ Ուղղակի ինչքանով է այս բանի նպատակահարմար, որ ես դիրքորոշում արտահայտեմ զուտային միջնորդության վերաբերյալ, որը դատարան արդեն իսկ բավարարել է, բայց այնուամենայնիվ ես նշեմ, որ կոնկրետ միջնորդությունը, որը որ ներկայացել է կողմը եւ ասում է, որ գիտեք ինչ գործին մասով անձը պետք է կարեկցություն տա, որևէ ձևով չի հիմնավորել, ամենակարևորագույնը նախ եւ առաջ այդ անձին ինչպիսի ցուցմունքներ պետք է տան, որ փաստական հանգամանքին ուղղված, եւ երրորդ ամենակարևորագույնը, որը ես բարձրացնում եմ յուրաքանչյուր անգամ դատարանի կողմից սահմանված այլ ժամկետ, ինչ նախանգարել կողմին այդ ժամկետում ապացույց ներկայացնող հետ կապված ներկայացնել այդպիսի միջնորդություն, որևէ բան չի խանգարել կողմին, զրկված չի եղել այդ հնարավորությունից, մանավանդ հիմա այդ խոսքում եւ որ ասում են գիտեք ինչ, դրանք ուղղակի վկաներ չեն, դրանք այն անձինք են, ովքեր որ նաեւ հանդիսանում են համահայցվող։ Այսինքն ինչ նախանգարել խոչընդոտը, որ օրինակ ավելի շուտ այդ միջնորդությունը ներկայացվի։ Ես դրա համար եմ ասում, կողմի այս գործողությունները, որոնք որ իրականում կատարվում են, ստացվել է այնպես, որ ձգձգել են այս դատական գործընթացը։ Շնորհակալ եմ։ Անկիվյան արտոնագրված դերարարությունը միայն մեկը կատարում դատարանի կողմից վկաները ցուցմունք, ինչ ցուցմունք կտան եւ արդյոք դրանցով կհաստատվի այն փաստերը, որոնք պետք է հաստատվի։ Հարցադրումը դատարան դրամաբանական է համարում եւ ողջամիտ, բայց գտնում է, որ վերջին պետք է դրան գնահատական դատը վկայի ցուցմունքով արդյոք հաստատվեց, որ վնաս է առաջացել կամ օրինակ չգիտեմ պատճառահետևանքային կապ կա վնասի եւ ձեր գործողությունների միջեւ։ Սա այն կատարում մյուս կողմից ժամկետի հետ կապված դատարանը այսպես հիմնավորված եւ ողջամիտ համարեց այն ընդդիմը, որ կանխատեսելի չէր, հա, որ փորձաքննությունը մեր մասնագետի պատճառով այդ համալիր փորձաքննությունը դեպքային չի արվի եւ այդ իրադրությունը, իրավիճակը եւ անհրաժեշտությունը, որը որ առաջացավ նորաբացումներ ներկայացնելու առաջացավ փորձագետի փորձաքննական հաստատության կողմից այդպիսի պատասխանից հետո սա է դատարանի դիտորդում մնացած հարցերի հիմնարկի դատարանը կանադառնա նաեւ հետագա դատավարական գործողությունների շրջանակներում այդ նաեւ եզրափակիչ դատական ակտով կողմերի առաքություններն արձանագրված են եւ վերստին արձանագրեն, որ դրա հետ կապված բողոքների դեպքում հետագայում կողմերը զրկված չլինելու հետազոտված բողոքարկման եղանակով որ այս հարցերը վերադարձ դատարանների առջև բարձրացնելու հնարավորություն։ Առաջարկում համաձայնեցնել հաջորդ դատական նիստի օրը վայրի եւ ժամ։ Այս կողմերի տեղեկացնեմ, որ նախագահ դատավորի նստավայրի փոփոխությունը տեղի ունեցել, այսինքն մենք հաջորդ դատական նիստերը պետք է նշանակենք Վանաձորի նստավայրում եւ նաեւ կողմերի տեղեկացնեմ, որ հուլիս ամսին նախատեսված է դատավորի արձակուրդը, այդ իսկ պատճառով հուլիս ամսին հնարավոր չէ դատական նիստեր նշանակել եւ հաջորդ դատական նիստը մենք պետք է նշանակենք օգոստոս ամսին, իսկ ավելի կոնկրետ սկսած օգոստոսի 18-ից հաշվի առնելով նաև Վանաձորում դատական նիստերի դահլիճների զբաղվածությունն, այսպես ասած, մենք սա նահատակված ենք Երուսաղեմի օրը ամբողջ օրը, մենք կարող ենք դատական նիստեր նշանակել եւ նաև հինգշաբթի օրը սկսած 9:00-ից մինչև 13:00 այս ժամանակահատվածում կարող ենք դատական նիստեր իրականացնել, խնդրեմ կողմերի որոշումները այս հարցի վերաբերյալ հայցողով օգոստոսի 18-ին ժամը 15:00-ին։ Դատարանի որոշումը վկաներ գրավելու մասին արձանագրել